2016 թվականի նոյեմբերին հայկական ժամանակի լրագրող Տիրայր Մուրադյանը հրապարակել էր հոդված «Վիկտոր Դալաքյանը բազմաբնակարան շենք ունի, որի գնման գործարքը թաքցրել է վերնագրով»։ Հոդվածը հիմնված էր Դալաքյանի պաշտոնը դադարեցնելու հայտարարագրի վրա, որի սկրինշոթը ևս կցված էր հրապարակմանը։ Հոդվածի հրապարակումից հետո Դալաքյանը այն չէր հերքել եւ չէր արձագանքել դրան։ 9 տարի անց նրա դուստրը Լիլիթ Դալաքյանը կապ է հաստատել լրագրողի հետ, պահանջելով հերքել հրապարակումը։ Լիլիթ Դալաքյանը հայտնել է, որ նոր է տեղեկացել հոդվածի գոյության մասին եւ նախազգուշացրել, որ հերքման բացակայության դեպքում հարցը կտանեն դատարան։ Նույն օրը հայկական ժամանակը հրապարակել է նաեւ տիկնոջ հերքումը։ Այս մասին Օրագիր Նյուզը փորձեց զրուցել թերթի խմբագիր Գագիկ Ավետիսյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Նշենք, որ Օրագիր Նյուզը պատրաստ է հետագայում հրապարակել նաեւ հայկական ժամանակի պատասխանը։ Սակայն լրագրող Տիրայր Մուրադյանը Օրագիր Նյուզի հետ զրույցում նշեց, որ հոդվածը հիմնված էր պաշտոնական հայտարարագրի տվյալների վրա եւ մինչ օրս որևէ առարկություն չի եղել։ Եթե հրապարակումից հետո անցել է 9 տարի եւ նոր են հիշել այդ մասին, դա լուրջ չէ, նշում է նա։ Ճիշտ ասած, մանրամասները չեմ հիշում 9 տարի առաջվա հոդվածը գրելու նախապատմությունը, բայց ցանկացած խմբագրություն լրագրողներից բացի ունի նաև խմբագիր, գլխավոր խմբագիր, թողարկման նաև պատասխանատու, որոնց ֆիլտրերով, այսպես ասած, պետք է անցնի հոդվածը մինչև հրապարակվելը։ Եթե որևէ խնդիր լինում է հոդվածում, դա պետքա միջև այդ փուլերում այդ խնդիրները, այսպես ասած, ի հայտ գան։ Եթե այդ փուլերն անցել է եւ որևէ խնդիր չի եղել եւ հոդվածը հրապարակվել է, մի դեպքում էլ կարող է, այսպես ասած, հոդվածի հետ կապված խնդիր լինի, երբ որ ում վերաբերելի է տվյալ հոդվածը, այդ տվյալ մարդը օրենքով սահմանված կարգ կա եւ ժամկետներ կա, դիմի պատասխանի հերքման պահանջի իրավունքով, բայց այդ հոդվածում կցված է, այսպես ասած, սկրինշոթ դրա հիմք հանդիսացած հայտարարագրից։ Հայտարարագրում նշում կա բազմաբնակարան շենքի մասին եւ հոդվածը կառուցված է հենց այդ հայտարարագրի այդ նշման հիմքով։ Հիմա եթե հոդվածից հետո անցել է 1 ամիս, 1 տարի եւ ում վերաբերում է այդ հոդվածը, ում անունը շոշափվում է, նա որևէ կերպով առարկություններ չի հայտնել եւ հետո չգիտեմ ինչ հանգամանքներում Բարսասիջան պաշտոնատար անձանց նախկինում այդպես էր կոչվում էթիկայի հանձնաժողովի կայքում հայտարարագրում փոփոխություններ է եղել, դրանից անցել է 9 տարի եւ տվյալ պաշտոնյայի դուստրը հիշել է այդ հրապարակումը, դե այս կներեք ընդհանրապես լուրջ չի։